Երևանի օդի աղտոտվածության հիմնական պատճառներից մեկն այն է, որ վերջի 20-30 տարիների ընթացքում շատ մեծ է կառուցապատման խտությունը առաջի հերթին, երկրորդը հիմա շատ են իրականացվում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ Երևանում ու ցավոք առանձին օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում կատարվում է, բայց չի կատարվում դրանց գումարային ազդեցության գնահատում, այսինքն նույն տարածքում, նույն քաղաքում, նույն միջավայրում թույլ են տալիս 20 հատ, 30 հատ, 50 հատ, 100 հատ չի թույլտվություն են տալիս առանց հաշվի առնելու դրանց գումարային ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Այդ առաջի կարևոր գործոններից մեկն է, այսինքն մենք տեսնում ենք ինտենսիվ քաղաքաշինական գործընթաց, տեսնում ենք ինտենսիվ շինարարություն, ինտենսիվ ճանապարհաշինություն ու իհարկե չեն պահպանվում բնապահպանական այն նորմերը, որոնք պետք է պահպանվեն շինարարության իրականացման ընթացքում։ Երկրորդ կարևոր պատճառը այն է, որ մենք գիտենք վերջի 5 տարիների ընթացքում աննախադեպ քանակով ավելացավ տրանսպորտային միջոցները։ Տրանսպորտային միջոցների այդ մեծ քանակությունը իհարկե բերում է արտանետումների մեծ քանակության եւ պետք է բերի ցերեկային ժամերին օդի աղտոտվածության մեծ մակարդակի։ Մյուս հատվածը այն է, որ այս փուլում արդեն սկսած հոկտեմբեր ամսից ջերուսման սեզոնը սկսվեց, մարդիկ սկսեցին նաեւ գազ վառել եւ այլն։ Մյուս հատվածն այն է, որ կանաչապատ տարածքները նորմայից մոտ 4-5 անգամ պակաս են, քան պետք է լինեն, բայց եթե նույնիսկ լինեն էլ պետք է հաշվի առնել, որ դրանց ֆունկցիոնալ վիճակը այնպիսին չէ, որ իրենք կարողանան այդ մեծ ծանրաբեռնվածությունը, օդային ավազանի այդ մեծ ծանրաբեռնվածությունը կարողանան թեթևացնել։ Այսինքն ֆունկցիոնալ առումով կանաչապատ տարածքները ավելի շատ նայվում է գեղագիտական մասին, քան դրանց ֆունկցիոնալ նշանակությանը։ Բայց եթե մենք նայենք, թե ինչպիսի այլ վտանգներ կան, օրինակ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը, գիտեք ինչ մեծ աղետ էր ու ինչ մեծ բացասական ազդեցություն ունեցավ օդի վրա։ Նաև Երևանը առանձնահատուկ է այն առումով, որ մենք գիտենք ինքը իր տեղադիրքը այնպիսին է, որ ինքը գտնվում է հոգավորության մեջ ու վերջի շրջանն էլ կարելի է ասել, այս աշնանային հատվածը ցավոք մի քիչ եղավ շատ ավելի հանգիստ, քամիներ չկան շատ, որովհետեւ այդ օդային ավազանի այդ հատվածը կարողանան մաքրել։ Այսինքն բազմաթիվ գործոններ այսպես գումարվել են իրար ու այս պահին մարդկանց առողջության վրա այդ օդային ավազանի ազդեցությունը կարծում եմ շատ մեծացել է ու ավելանում է վերին շնչուղիների տարբեր հիվանդությունները, այդ թվում նաև քրոնիկ հիվանդություններ են առաջանում, զարգանում, սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում է սկսվում սրացման գործընթացներ, նայած թե ինչպիսի բնույթ է կրում այդ օդային ավազանի աղտոտվածությունը, կարող է նաև պարունակել այնպիսի կայուն օրգանական աղտոտիչներ, օրինակ դիոքսիններ, ֆուրաններ, որոնք կարող են մարդու մոտ առաջացնել ալերգիկ երևույթներ, կարող են մարդկանց իմունիտետը ճնշել, կարող են ընդհանուր մինչև քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, որովհետև դրանց մեջ կան նաև քաղցկեղացին նյութեր։ Դա հատկապես բացասական մեծ ազդեցություն է ունենում երեխաների վրա։ Մեր մոտ էլ նույն խնդիրները, ինչ որ ասեցինք Երևանում, մեր մոտ է կա մի քիչ ավելի փոքր մասշտաբի, բայց նույն շինարարական փոշին, նույն օդի աղտոտվածությունը ցերեկային ժամերին, նույն ավտոտրանսպորտի արտանետումները լրիվ նույնը մեր մոտ է, բայց աղբավայրից քաղաք այդքան շատ չի տուժում, միայն տուժում է մուշ թաղամասը, 58 թաղամասի մի հատվածը, այսինքն մեր մոտ մենք չունենք այնպիսի խտություն, ինչպես Երևանում է, եւ մյուս առումներով է, էլի մեր քաղաքը ավելի փրված քաղաք է, հետո այստեղ քամիները վերջին հաշվով ավելի շատ են ու մեր օդային ավազանը չեմ ասի մաքուր է, էլի երբ որ տվյալներին նայում ես, մի քանի անգամ նորմատիվները գերազանցում են տարբեր օրերին, օրվա տարբեր ժամերին, եւ հետո հետաքրքիրն է, որ Գյումրի քաղաքը նաեւ ունի մոնիտորինգի, օդային ավազանի մոնիտորինգի լավ ցանց։ Մեկ դիտակայան ունենք, մի 20-30 դիտակետեր ունենք, որոնք որ չափում են մի 2-3 ցուցանիշ։ Այսինքն իրական տվյալներ մեր օդային ավազանի վիճակի մասին կարելի ասել մենք չունենք։